Ինչպես եմ ես դիմանում աջարական խաչապուրի չուտելու գայթակղությանը։ 89 օր է արդեն, ինչ շաքար ու խմոր չեմ ուտում, ու բոլոր նրանք, ովքեր ասում են դե քեզ հեշտ է, դա քեզ հեշտ է տրվում, ասեմ, որ ոչ միշտ է հեշտ տրվում։ Ես էլ եմ ունենում գայթակղության նոպաներ ու այդ պահին անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի չնեղացնեմ ինքս ինձ ու շարունակեմ ինքս ինձ հետ ներդաշնակ ապրել։ Աջարական խաչապուրին ես փոխարինել եմ հնդկաձավարյան խաչապուրով։ Ասեմ, որ ինքս եմ հորինել բաղադրատոմսը, բավականաչափ համեղ է ստացվում, ահագին նման է համը աջարական խաչապուրուն, իսկ պատրաստելը շատ հեշտ է։ Վերցնում ենք նախորդ օրվանից մնացած հնդկաձավարով, նույն ինքը գրեչկայով փլավը, հենց կաթսայի մեջ ավելացնում 2 ձու, 1 բաժակ մածուն, կես թեյի գտալ սոդայով, մի մեծ պտղունց ծովի աղ, քերած պանիր եւ մի քիչ սև պղպեղ։ Ձեռքի հարիչով լավ հարում ենք, լցնում ձևամանի մեջ, հարթեցնում, թափահարում, վրան ավելացնում քունջութ եւ կտավատի սերմեր ու 200 աստիճանի տակ 20 րոպե եփում ջեռոցում։ Ահա եւ վերջ, մեր հնդկաձավարյան խաչապուրին պատրաստ է։ Եթե հավանեցիք բաղադրատոմսը, դուք եւս անպայման պատրաստեք, որովհետեւ շատ համեղ է, շատ հեշտ է պատրաստվում, շատ օգտակար է, շատ հագեցնող է ու նաեւ կարող եք հյուրասիրել ձեր բալիկներին, որովհետեւ իմ տղան օրինակ շատ հավանեց ու ինձ հետ միասին մինչեւ վերջ կերավ։